Ամեն օր Ադրբեջանը տարածում է լուրեր, թե Հայաստանի բանակը կրակում է իրենց ուղղությամբ։ Մեր պաշտպանության նախարարությունը հերքում է, բնականաբար, քանի որ չի կրակում։ Հետո լուրեր են տարածվում, որ ադրբեջանական բանակն է Գեղարքունիքի մարզում կրակում, նաև զորքեր կուտակում։ Սուրեն Պապիկյանի նախարարությունը դա էլ է հերքում, թե ադրբեջանական բանակը չի կրակել, զորաշարժ էլ չկա, սուտ լուրեր մի տարածեք։ Հետո նույնը կրկնում է Սուրեն Պապիկյանն անձամբ Ազգային ժողովում։ Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները ասում են, Պապիկյանը ղալաթ է արել, կրակում են, մենք ենք լսում այդ կրակոցները, մենք ենք ապրում այդ գյուղերում։ Հետաքրքիր է, թե ինչու են սրանք լռում թշնամու հրադադարը խախտելու մասին, ինչու են ուզում թշնամուց բարի կերպար կերտել։ Մենք հրադադարը չենք խախտում, Ադրբեջանը ամեն օր ասում է խախտել են։ Իրենք հրադադարը խախտում են, մերոնք ասում են չեն խախտել։ Սա նույն պաշտպանության նախարարությունն է, որը Ադրբեջանի կրակոցների արդյունքում ծանր վիրավորված 2 զինվորի դեպքը ներկայացնում էր թեթև քերծվածքներ։ Նախորդ տարի էլ հրադադարի խախտումներ կային։ Քաղաքացիները վնասներ էին կրել, ահազանգողները ահազանգում էին, որ գրառումներից հետո իրենց այցելել են ոստիկաններ, ահաբեկել, որ չբարձրաձայնեն։ Այսինքն անում են ամեն ինչ, որ ցույց տան իբր խաղաղ է։ Փչել են խաղաղության մասին փուչիկ ու ուղարկել ասեղների վրա։ Հենց այն, որ կրակում են, նշանակում է խաղաղության պայմանագրի մասին մոռացիր։